Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը 2025 թվականի մայիսին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի իր գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Որպես անշարժ գույք նախարարը հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով մեկ բնակարան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որը տարեվերջում պահպանվել է։ Տարեսկզբում նա շարժական գույք չի ունեցել, սակայն տարվա ընթացքում 8.5 միլիոն դրամով 2020 թվականի արտադրության Toyota Magnus-ի ավտոմեքենա է ձեռք բերել։ Որպես տարեկան եկամուտ Խուդատյանը հայտարարագրել է 11 միլիոն 995.148 դրամ աշխատավարձ Արմավիրի մարզպետի աշխատակազմից, 1 միլիոն 107.412 դրամ աշխատավարձ Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմից և 3 միլիոն 597.441 դրամ աշխատավարձ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ 2024-ի տարեվերջում նրա բանկային հաշվին եղել է 2 միլիոն 790.000 դրամ, իսկ աղիք միջոցները կազմել է 4 միլիոն 100.000 դրամ։ Նախարարի կինը Աշխեն Խաչատրյանը ևս որպես անշարժ գույք հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով մեկ բնակարան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որը տարեվերջում պահպանվել է։ Որպես տարեկան եկամուտ նա հայտարարագրել է 3 միլիոն 782.686 դրամ աշխատավարձ Master Med բժշկական կենտրոնից։ 2024-ի տարեվերջում Խաչատրյանի բանկային հաշվին եղել է 100.000 դրամ, իսկ աղիք միջոցները կազմել է 1 միլիոն 300.000 դրամ։ Նախարարի հետ համատեղ բնակվող Հովհաննես Խուդատյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է միաժամանակ սեփականության իրավունքով մեկ անհատական բնակելի տուն Արմավիրի մարզի Արմավիր համայնքում, որը տարեվերջում պահպանվել է։ Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2019 թվականի արտադրության Jeep Magnus-ի ավտոմեքենա, որը նույնպես տարեվերջում պահպանվել է։ Որպես տարեկան եկամուտ Խուդատյանը հայտարարագրել է 2 միլիոն 869.548 դրամ աշխատավարձ Հայփոստից։ 2024-ի տարեվերջում նրա բանկային հաշվին եղել է 265.000 դրամ։ Նախարարի հետ համատեղ բնակվող Հեղնար Մելքոնյանը տարեսկզբում ունեցել է միաժամանակ սեփականության իրավունքով մեկ բնակարան Արմավիր համայնքում, սակայն տարվա ընթացքում ժառանգության կարգով նաև հողամաս է ստացել նույն համայնքում։ Որպես տարեկան եկամուտ Մելքոնյանը հայտարարագրել է 1 միլիոն 386.227 դրամ աշխատավարձ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջից և 438.000 դրամ այլ եկամուտներ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։